Այսօր խոսելու ենք մեր վիտամինի մասին, որի պակասությունը բավականին տարածված է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ֆիզիկապես շատ ակտիվ են, օրինակ դիմացկունության մարզիկների, ու այդ վիտամին B1-ն է, որը նաև կոչվում է թայամին։ Վիտամին B1-ը շատ կարևոր դեր է խաղում այն process-ի մեջ, որի միջոցով մեր մարմինը կարողանում է ընդունած ածխաջրերից ու ճարպերից էներգիա ստանալ։ Դրա համար այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես շատ ակտիվ են ու շատ ածխաջրեր են ընդունում, նաև պետք է իրենց ընդունած B1-ի քանակն էլ պրոպորցիոնալ շատացնեն։ Ամեն հավելյալ 100 գրամ կերած ածխաջրերի համար մոտ 0.1-ից 0.2 միլիգրամ ավել վիտամին B1 ստանալը շատ լավ թիվ է։ Միջին վիճակագրական մարդու համար մոտավոր 1.2 միլիգրամ վիտամին B1-ը բավարար է, ինչը նշանակում է, եթե դու ընդունում ես օրինակ մոտ 300 գրամ ածխաջուր, քեզ պետք է մոտ 1.8 միլիգրամ B1, եթե 500 գրամ ածխաջուր մոտ 2.2, 700 գրամի դեպքում մոտ 2.6 ու սենց շարունակ։ Վիտամին B1-ի շատ լավ աղբյուրներ են խոզի միսը, լոբասկիները, ընկուզեղենը ու նաև նարինջը։ Խոզերը type 2 մկանաթելերի ավելի մեծ պրոպորցիա ունեն, ինչի պատճառով վիտամին B1 ավելի շատ են պաշարում իրենց մկաններում։ Կարևոր է նշել, որ միտոքոնդրիաների օպտիմալ աշխատանքի համար բացի վիտամին B1-ից նաև շատ մեծ կարևորություն ունեն մագնեզիումը, երկաթը, կոենզայմ Q10-ը ու նաև մնացած B վիտամինները։ Ու սրանցից յուրաքանչյուրի պակասությունը նույնպես կարող է բացասական ազդի ադենոզին տրիֆոսֆատի արտադրության վրա, ինչը նշանակում է, որ ֆիզիկական կատարողականությունը մաքսիմալ օպտիմիզացնելու համար կարևոր է այս բոլոր սննդանյութերը բավարար քանակով ստանալ։ Եթե սնունդից դժվարանում եք բավարար քանակի վիտամին B1 ստանալ, կարելի է նաև հավելում օգտագործել ու որոշ դեպքերում B կոմպլեքսի հավելումը ավելի էֆեկտիվ է, քան միայն B1 ընդունելը։ Ասեմ, որ սննդային խմորիչները նույնպես շատ լավ B վիտամինների աղբյուր են ու նաև շատ համով են ու շատ հեշտ է ուտելիքին ավելացնել։